Պետականաստեղծ Հոյդա 1918 թվական 6 դար դադարից հետո ստեղծվում է հայկական պետությունը։ Քաոսից, սովի, համաճարակի դեմ պայքարին ու թշնամուն դիմագրավելու հետ զուգահեռ ստեղծվում է կառավարություն, դպրոցներ, համալսարան, բանակ։ Ընդամենը 2 տարում հայկական պետություն է ծնվում, ընդարձակվում են նրա սահմանները։ 1920 թվական Թշնամական հարձակումների, աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով դադարում է գոյություն ունենալ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Առաջին այրերը հազարավոր մտավորականներ ու զինվորականներ, ում հաջողվել էր փրկվել հետապնդումներից, հանգրվանում են աշխարհի հայաշատ գաղթօջախներում։ Դաշնակցությունը կանգնում է նոր իրականության առջև, սփյուռքի կազմակերպում, ինքնության ապահովում, կրթություն, մշակույթ, քաղաքական իրավունքների պաշտպանություն եւ ամենակարևորը՝ հայ դատի մշտական առաջմղում։ Հայ օգնության միությունը, որը հիմնադրվել էր դեռ 1910-ին, դառնում է աշխարհասփյուռ հայության սոցիալական ու մարդասիրական հենարանը։ Բժշկարաններ, մանկապարտեզներ, ծերանոցներ, աջակցություն աշխարհի 27 երկրներում ապրող հայերին։ Գաղափարն այս է՝ հայ մարդը չպետք է մնա միայնակ։ Հայաստանի ու Արցախի զինվորին աջակցությունը պարզ առօրյա է։ Արցախայության էթնիկ զտման եւ բռնի տեղահանությունից հետո հոմը հազարավոր ընտանիքների կողքին է, սոցիալական ծրագրերով եւ նոր տանիք կանգնեցնելով։ «1918-ին հիմնադրված հոմենընդմենը դառնում է երիտասարդների ինքնության դպրոցը։ Աշխարհի ավելի քան 20 երկրներում հազարավոր երիտասարդներ հոգով ու մարմնով կոփվում են հենց այստեղ, բարձրացիր ու բարձրացրու կարգախոսի ներքո։ 1928-ին Շանթի, Աղբալյանի ու Օհանջանյանի նախաձեռնությամբ հիմնվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, հայ գրքի, դպրոցի, մշակույթի հենասյունը։ Տասնամյակներ շարունակ այն սփյուռքահայի կրթական ու մշակութային կյանքը կենսունակ պահող կառույց է, որը գործում է աշխարհի 19 երկրներում եւ մայր հայրենիքում։ 1944-ին ձևավորվում է մեր անժամանցելի իրավունքների պաշտպան հայ դատը։ 30-ից ավելի երկրներում հայ դատի գրասենյակները պայքարում են ցեղասպանության ճանաչման, արցախահայերի վերադարձի իրավունքի եւ հայության քաղաքական իրավունքների պաշտպանության համար։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպումը, ապրիլյան ջահերով երթը, միջազգային տասնյակ բանաձևերը այս շարժման աշխատանքի մի փոքր մասն են։ Այսօր Արցախի հայաթափումից հետո պայքարը շարունակվում է։ Հայ դատի գրասենյակները միջազգային կազմակերպություններում առաջ են տանում նույն պահանջները՝ Արցախի բնակչության վերադարձի իրավունք, ռազմագերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներ։ Աշխատանքը չի դադարում, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել։ Պայքարը շարունակվում է։